Եմ ձեր հետ խոսել Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղացման մասին եւ նշանավոր համար առաջին Տիմոթեոսին ուղված 3-րդ գլուխ 16 համարը, որ գրեթե գիտենք, հիշում ենք եւ ոմանք անգիր են ասում այդ հատվածը, թե ինչպես Պողոս առաքյալը Տիմոթեոսին հրահանգներ է տալիս եւ նրան ասում է, որ թե ինչպես պետք է Աստծո տան մեջ պտտվել, ինչպես պետք է ծառայել, որ կենթանի Աստծո տունն է, նրա ճշմարտության սյունը եւ հաստատությունը։ Գրված է եւ հատկապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Աստված հայտնվեց մարմնով, արդարացավ հոգով, երևաց հրեշտակներին, քարոզվեց հեթանոսների մեջ, աշխարհում հավատացվեց ու վեր փառքի մեջ ընդունվեց։ Տիմոթեոս 3:16 Եվ հայտնապես մեծ է Աստվածպաշտության խորհուրդը։ Այս համարի մեջ, եթե ավելի խորասուզվենք, այնտեղ կարևոր ճշմարտություններ կան։ Ավելի խորը, ավելի մեծ ճշմարտություններ կան, քան առաջին հայացքից կարող ենք տեսնել։ Ուստի սա է Աստվածպաշտության խորհուրդը, Աստվածային խորհուրդը, եւ այս արտահայտությունը, սիրելիներ, ուղղակի պարզապես խոսքեր չեն, սրա մեջ խորություն կա, կարևոր ճշմարտություն կա։ Այստեղ խոսվում է Աստծո մեծագույն սիրո մասին, որ մարդկությանը հայտնվեց, նրա ողորմության մասին, նրա ամենակարողության, մեծ շնորհքի, քանի որ Աստված մարմնով հայտնվեց։ Ինչպես հայտնվեց, մենք տեսանք միածին որդու գալով աշխարհ, որ Աստված իրենով հայտնվեց մարդկությանը։ Անհավատների համար, սիրելիներ, Աստծո մարմնացումը եւ հայտնությունը անհեթեթություն է թվում, չեն վերցնում լրջորեն, չեն հավատում եւ Աստծո մարմնապես հայտնությունը տեսնում ենք մենք, որ Հիսուս Քրիստոսի գալով հայտնվեց, նրա ծնունդով հայտնվեց, որ ինքը միաժամանակ մարդ էր կատարյալ, որ ինքը միաժամանակ Աստված էր կատարյալ եւ նրա մեջ է բնակվում աստվածության ողջ լեցունությունը կամ լիությունը, ինչպես կարդում ենք առաքելական նամակներում։ Երբ խոսում ենք Աստծո մասին, սիրելիներ, նրա մեծության մասին, ապա միայն եթե նայենք երկինքը, նայենք ինչքան որ մեր աչքերը տեսնում են, անզեն աչքերով, տեսնում ենք զարմանալի գործեր, բնությունը, կենդանական աշխարհը, բուսականությունը, մարդկությունը, եթե վեր ավելի որ մեր աչքերը չեն տեսնում եւ զինյալ աչքերով տեսնենք, գործիքներով տեսնենք մոլորակներ, լուսատուներ, աստղեր, այս ամեն Աստծո ստեղծագործությունն են։ Պատմում են նրա արարչագործության մասին։ Նայենք մարդ արարածի միտքը, մարդ արարածին, որ ստեղծեց Աստված, իմաստություն տվեց, միտք տվեց, մարդկային մտքի թռիչքը նայեցեք, սիրելիներ։ Այսօրվա տեխնոլոգիաների զարգացման ընթացքին նայեցեք, ինչ արագ ընթացքով շարժվում են դեպի առաջ։ Պարզ տեխնիկական սարքավորումները նայեցեք հեռախոսները, սմարթֆոնները, որ կարողանում են հազարավոր կիլոմետրների վրա մարդիկ իրար հետ խոսել, տեսնել, այսինքն մարդկային մտքի զարգացումը դուք նայեցեք։ Եվ այդ նույն Աստվածը իրեն պարփակեց մարդկային մարմնի մեջ, Քրիստոսի ծնունդով աշխարհին հայտնվեց, ինչպես կարդացինք այս համարի մեջ։ Հիսուսի մեջ Երբ հրեշտակը խոսեց Մարիամի հետ, հիշում եք, երբ որ ասաց, որ պետք է որդի ունենաս եւ նրա անունը Հիսուս կդնես, Մարիամը շատ վախեցավ, միաժամանակ զարմացավ եւ հարցրեց. «Միթե դա հնարավոր է, որովհետեւ ես տղամարդ չեմ տեսել»։ Ասել է, թե ես դեռ ամուսնացած չենք։ Ինչպես ես երեխա կունենամ, ասաց, չէ, Սուրբ Հոգուց պետք է ունենաս, Սուրբ Հոգուց կհղիանաս եւ երեխա կունենաս։ Եվ երբ որ հնազանդվեց Մարիամը Տիրոջ խոսքին, պատգամաբերին, այսինքն Գաբրիել հրեշտակին, եւ ասաց. «Ահա Տիրոջ աղախինն եմ, թող քո ասացի համաձայն լինի ինձ»։ Ինչքան կարեւոր է Մարիամի խոնարհությամբ, դիրքորոշմամբ, հավատքով մենք էլ Աստծո խոսքերը ընդունենք, ասենք. «Ես Տիրոջ աղախինն եմ, ես Տիրոջ ծառան եմ, Տեր թող քո ասացի պես, թող քո կամքի պես լինի նաեւ ինձ համար, իմ կյանքիս մեջ»։ Եվ հրեշտակը, որից հետո թողեց գնաց եւ ասաց. «Ինչը որ մարդկանց համար անհնարին է, Աստծո համար հնարավոր է, կարելի է»։ Ղուկաս առաջին գլուխ 37-ից 38 համարի մեջ ենք տեսնում։ Ուրեմն Աստծո որդու հայտնվելը, Աստված հայտնությունը, այսպես ասած, Աստծո հրաշալի ծրագիրն էր, նրա համար անհնարին ոչինչ չկա, սիրելիներ, եւ գիտենք Աստված ինչու
որոշեց իր որդին աշխարհ ուղարկել։ Հովանու 3:16-ը շատ հրաշալի է ասում, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով որ նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այս համարը Կիրակնորիա երեխաները անգիր ասում են, բոլորը գիտեն մանուկների, ովքեր որ Կիրակնորիա են հաճախում, գիտեն, անգիր սովորել են, բայց այս կարճ, հեշտ ասվող համարի մեջ մի ամբողջ հավիտենականություն կա։ Ինչու Աստված մարմին հագավ եւ հայտնվեց մարդկությանս։ Սա հենց այնպես չէր։ Նա իրեն կարծես սահմանափակեց մարդ դառնալով։ Ավելի ցածր, նա ծառայի կերպարանք ստացավ։ Նա աղքատացավ, աղքատ մեջ մտադրվեց, որ ծնվի։ Նա մարդկանցից նույնիսկ արհամարվեց եւ մերժվեց, եւ մենք նրան չհարգեցինք, ինչպես գրում է Եսայի մարգարեն 53-րդ գլխում։ Սա հնարավոր է, որ Աստված մարդանա, մարմին հագնի, աղքատանա, ծառայի կերպարանք ստանա, հալածվի, մերժվի, ի վերջո իր կյանքը զոհաբերի։ Պատասխանում ենք այո, որովհետև Աստծո խոսքը այդպես է ասում։ Նրա համար անհնարի բան չկա, որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, մինչև իր միածին որդուն տվեց։ Քրիստոնեական կյանքը, սիրելիներ, շատ հաճախ մենք նկատում ենք տալու մեջ։ Աստված տվեց, որդին իր կյանքը տվեց, առաքյալները իրենց կյանքը տվեցին, այսօր հավատացյալները իրենց ժամանակն են տալիս, իրենց կյանքն են տալիս, իրենց նյութականն են տալիս։ Քրիստոնեական կյանքը, եթե համարենք որպես կրոն, քրիստոնեական կրոն այն ներկայանում է կամ տեսնվում է տալու մեջ, զոհաբերվելու մեջ, զոհաբերելու մեջ, տալու կյանք է, տալու շնորհք է կյանքը։ Գրված է, որ որդին հոր ծոցում էր, նա եկավ։ Երբ լսում ենք այս խոսքը, մի պահ խորեցեք, ով է եկողը։ Գրված է իրեններին եկավ, իրենները նրան մերժեցին, բայց ովքեր ընդունեցին, նրանց Աստծո որդիներ դառնալու իշխանությունը տվեց։ Հովանու ավետարան 1:13 համար։ Նա եկավ, գրված է։ Միթե այս եկողը նա չէ, որ Մսուրում ծնվեց Բեթլեհեմի մեջ։ Նա էր սպասված փրկիչը, Մեսիան, որ Քրիստոսն է։ Հիշեք, սիրելիներ, երբ որ Տեր Հիսուսը սամարացի կնոջ հետ խոսում էր։ Սուքար կոչվոր քաղաքով անցավ, գրված է այդ Հակոբի ջրհորի մոտ, եւ Տեր Հիսուսը նստած սպասում էր սամարացի կնոջը։ Եվ հատուկ միտումնավոր այդ ճանապարհով անցավ, որպեսզի հանդիպում ունենա այդ կնոջ հետ, որ տանջված էր, հարցեր ուներ իր շրջապատի մեջ, իր անձնական պայքարներն ուներ, եւ Հիսուս ուզեց այդ կնոջ հետ հանդիպի։ Ամեն մեկի սիրելիներ Հիսուսը հանդիպում ունեցավ մեզ հետ։ Հիշեք ձեր կյանքի վկայությունը, ինչպես Տերը խոսեց ձեր սրտերի հետ։ Նա սպասում էր այդ հարմար ժամանակին, այդ առիթին, որպեսզի ձեր հետ հանդիպում ունենա, ինչպես սամարացի կնոջ հետ։ Եվ կարևոր խոսակցություն ունեցավ այս կնոջ հետ։ Ինչպես ասեց, մենք նրան պաշտում ենք, Աստծուն պաշտում ենք մեր լեռան վրա, դուք Երուսաղեմում տաճարի մեջ, եւ Տեր Հիսուսը նրան շատ կարևոր բան ասեց։ Ասաց, ժամանակը կգա եւ արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն հորը հոգով եւ ճշմարտությամբ։ Հովանու ավետարան 4:24։ Հոգով եւ ճշմարտությամբ, որովհետեւ հայրը իրեն այսպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությամբ երկրպագեն։ Կինը նրան ասաց. գիտեմ, որ գալու է Մեսիան, այսինքն Քրիստոսը։ Երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի, ասաց։ Երբ նա գա, խոսում ենք, չէ, որ նա եկավ, նա ծնվեց, նա մարդացավ, նա մարմին հագավ։ Երբ նա գա, մեզ ամեն բան կպատմի, կսովորեցնի։ Բայց խեղճ կինը չէր հասկանում, որ նա արդեն եկել էր եւ իր առջև կանգնած էր եւ նրա այդ խոսողը հենց ինքն էր, սպասված փրկիչն էր, Մեսիան էր։ Եվ Տեր Հիսուսը նրան ասաց. ես եմ քեզ հետ խոսողը։ Ինչ հիանալի են այս խոսքերը։ Ես եմ, ասեց սիրելիս, ես եմ Աստծո անունն է, դուք գիտեք։ Ես եմ որեն, որեր եւ որ պիտի գա ամենակալը։ Երբ որ աշակերտները վախեցած էին, նա ասաց նրանց. մի վախեցեք, ես եմ։ Եվ փարիսեցիներին նա ասաց. միջև չհավատաք, որ ես եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Նայեցեք, սպասված Մեսիայի մասին էր խոսքը։ Նա եկել էր, նա եկավ, նա իրեններին եկավ եւ հրյա ժողովուրդը, այսինքն Իսրայելի ժողովուրդը չընդունեցին նրան, մերժեցին նրան, բայց ովքեր ընդունեցին, իշխանություն տվեց նրանց Աստծո որդիներ լինելու։ Ի վերջո նա եկավ փնտրելու եւ փրկելու կորածին։ Ղուկաս 19-րդ գլուխ 10 համար։
Գալով Քրիստոսի մարդեղացմանը, սիրելիներ, ինչը արդեն ասացինք, որ մեր մարդկային մտքով դժվար է ըմբռնել, հասկանալ, որովհետև մենք մարմին ենք, Աստված հոգի է, եւ նրա խոսքերն էլ հոգի են եւ ճշմարտություն են, այլ միայն պետք է հավատալ մարգարեական խոսքերին։ Աղոթենք, խնդրենք, որ Տերը մեր մտքերը բացի, մեր սրտերը բացի, այդ խոսքերը ճշգրտորեն հասկանալու, ընդունելու եւ ավելի կարևոր այդ խոսքերը ապրելու, որովհետեւ Աստծո խոսքը ոչ միայն պետք է լսենք, այլ նաեւ պետք է կատարենք, մեր կյանքով ապրենք այդ խոսքերը, որովհետեւ Տեր Հիսուսը ինչպես ասաց Հովհաննես ավետարանի 6-րդ գլխում, ասաց այն խոսքերը, որ խոսում եմ ես ձեր հետ, դրանք հոգի են եւ կյանք են։ Եվ մենք այդ կյանքը պետք է ապրենք հոգով եւ ճշմարտությամբ։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու Աստված որոշեց եւ կամեցավ իր որդուն ուղարկել աշխարհ, ինչու Տերը մարմին հագավ, արդյոք հնարավոր չէր մեղքի հարցը մեկ ընդմիշտ լուծել Աստծո զորությամբ, որ Աստված իր ուժով, իր կարողությամբ սպառեր սատանային եւ բոլոր չարությունը դատապարտեր, ինչպես երբ որ ջրեղեղով Աստված դատապարտեց ամբողջ երկիրը, ամբողջ աշխարհը եւ ամեն բան ջրի տակ դատապարտվեց եւ մեռավ եւ ոչնչացան։ Եվ մենք էլ փրկվենք, ազատվենք, սատանան կապված կլիներ եւ այլն։ Բայց Աստված այդպես չի գործում, Աստված մարդ չի, մեր մարդկային տրամաբանությամբ չի գործում։ Եվ այս հարցի պատասխանը, սիրելիներ, ավելի հստակ հասկանալ համար առաջին հերթին պետք է գիտակցենք նախ եւ առաջ, որ մարդկությունը առանց բացառության մեղավոր են։ Մարդը մեղավոր է։ Մարդը մեղքով ծնվում է։ Առաքյալը գրում է, բոլորը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակասեցին։ Արդար մեկը չկա գրված է։ Գեթ մեկը չկա, բոլորը մեղավոր են առանց բացառության։ Եվ մեղքը ներմուծվեց, ներքաշվեց մարդկային սերնդի մեջ հենց մեկ մարդու միջոցով, Ադամի միջոցով։ Անհնազանդության միջոցով մեղքը ժառանգաբար տարածվեց մարդկային սերնդերի մեջ։ Եվ մեղքի պատճառով էլ մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, եւ հետեւաբար բոլորը մեղք գործեցին եւ Աստծո փառքից պակասեցին, համաձայն Հռոմեացիս 3-րդ գլուխ 23 համար, համաձայն Հռոմեացիներին 5-րդ գլուխ 13-րդ համար։ Նաեւ եկեք կարդանք Հռոմեացիներին 5-րդ գլուխ 8-ից 9 համարները, որտեղ գրված է. Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք։ Այնպես չէր, մենք բարիք գործեցինք, մենք լավն ենք, մենք բարեգործ ենք եւ դրա համար Աստված մեզ սիրեց, որոշեց սիրել մեզ։ Երբեք մենք դեռ մեղավոր ենք, մենք դեռ ըմբոստ ենք, իրեն հակառակ եւ թշնամի ենք։ Աստված այդ ժամանակ սիրեց մեզ։ Սա է սերը։ Ձեզի բարիք անողներին հեշտ է սիրելը, չէ՞։ Ովքեր ձեզի ժպտում են, կարող եք պատասխանել ժպտալով, ովքեր բարիք են գործում, կարող եք նույն բարիքը դուք էլ իրեն փոխադարձ տալ, բայց Աստված մեզ սիրեց, երբ որ մենք ըմբոստ ենք, հակառակ ենք, թշնամի ենք, մեղքերի եւ հանցանքների մեջ մեռած ենք, այդ ժամանակ իր սերը մեզ հայտնեց։ Քրիստոսի մարմնացումը Աստծո սիրո արդյունքն է։ Ծրագիրն է, որ արտահայտվեց Քրիստոսի մարդեղացմամբ։ Ուրեմն Քրիստոս մեզ համար մեռավ, ապա որքան առավել հիմա, երբ նրա արյունով արդարացած ենք, նրա բարկությունից փրկված կլինենք։ Ուրեմն պատասխանը հասկանում ենք հետևյալ կերպով, որ մարդով մեղքը աշխարհ մտավ Ադամի միջոցով եւ մեկ մարդու ձեռքով էլ արդարացման եւ փրկության հարցը պետք է լուծվեր։ Ուրեմն Աստված արդարամիտ է եւ ճշմարիտ է։ Մարդով էլ պետք է արդարացման եւ փրկության հարցը լուծվեր։ Մեկ մարդու միջոցով, Ադամի միջոցով պատկերացեք, մեղքը մտավ, հետեւաբար մահը տարածվեց մարդկանց վրա։ Մեկ մարդու միջոցով էլ փրկություն, բժշկություն եւ արդարացման հարցն է լուծվում։ Այս երկու մարդիկ, Ադամ եւ Քրիստոս։ Եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր ստեղծագործություն է, որովհետեւ հներն անցան գրում է առաքյալը, 2 Կորինթացիս 5:14-17։ Հներն անցան, ամեն բան նոր եղավ, եւ Տերը ուզում է, որպեսզի մենք նոր լինենք։ Նոր ծնունդ, նոր մարդ, նոր կյանք։ Ուրեմն երկրորդ հերթին Աստված մեր նման չի մտածում, սիրելիներ։ Նա մարդ չի, նրա խորհուրդները մեր խորհուրդները չեն, շատ հաճախ մենք ուզում ենք Աստծուն իջեցնել մեր չափանիշի եւ նրան սովորեցնենք, մեր կամքը թելադրենք, Տեր այսպես պետք է անես, Տեր այսպես պետք է որոշես, ինչու այսպես չգործեցիր, եւ սկսում ենք թելադրել մեր կամքը, այդպես չի։
Նրա խորհուրդները, աստվածային խորհուրդները, նրա ճանապարհները մարդկային ճանապարհներ չեն, ինչպես Եսային գրում է 55-րդ գլխում։ Եվ ինքը գործում է, իր ծրագրերը իրականացնում է իր աստվածային չափանիշներով, իր աստվածային կանոններով, եւ իր աստվածային կանոններն ու չափանիշները դրսևորվում են սրբությամբ։ Ինքը սրբությունից դուրս գործ չի անում, եւ իր կանոնները, օրենքները չափորոշվում են իր սրբության մեջ։ Նա կարգ ու կանոնի Աստված է։ Եվ որպեսզի ամեն բերան փակվի, եւ սատանան, եւ բոլոր չարությունը, բոլոր չար ոգիները առիթ չունենան մեղադրելու Աստծուն, որ ասեն՝ դու քո ուժով եւ զորությունով քո հարցերդ լուծեցիր, քո ծրագրերդ առաջ տարար։ Ոչ, շատ հստակ եւ շատ ուղղամիտ եւ արդարամիտ որոշումով է իր ծրագիրները առաջ տանում Աստված։ Այո, ասում է, նայեցեք ով հրեշտակներ, ով հոգիներ, ով մարդկություն, ով բոլոր էակներ, մարդու միջոցով, այո, մարդը խաբվեց, մեղքը մտավ աշխարհի մեջ, ահավասիկ այդ մարդու միջոցով էլ, այսինքն Ադամից եկող սերունդը ով եղավ, Քրիստոսը։ Դրա համար, երբ որ նայում ենք ազգաբանությունը Մատթեոսի ավետարանի մեջ, Ադամից մինչև Քրիստոս ազգաբանությունը տեսնում ենք, եւ սա պատահական չի։ Սա ապացույց է, սա հաստատում է Աստծո ծրագիրը, որ Քրիստոսը եկավ Ադամից ժառանգված սերունդն է, կնոջից ծնվածը օծի գլուխը ջախջախեց եւ փրկության հարցը լուծեց։ Մեր արդարացման հարցը դարձյալ մարդով եղավ։ Պետք է մարդ դառնար Աստված, մարմին հագա, որպեսզի հարցը լուծվեր։ Հասկանում եք, չէ՞։ Ես հիշում եմ, որ մի հատ եղբայր այս օրինակներ բերում, ասում էր, մրջյունները իրենց շարաններով գնում են, ընկնում են ջուրը եւ խեղդվում եւ սատկում են, ոչնչանում են։ Հիմա ասում եմ, մրջյունները մի գնացեք, մրջյունները չեն լսում, բայց որպեսզի ես ճիշտ վարվեմ, արդարացի վարվեմ, ես պետք է մրջյուն դառնամ, ընկնեմ նրանց մեջ, ճանապարհը ցույց տամ, որպեսզի դեպի կորուստ չգնան, դեպի փրկություն գնան։ Հետևաբար Աստված մարդ դարձավ, մարմին հագավ եւ մեր մեջ բնակվեց եւ մենք նրա փառքը տեսանք հոր միածին փառքի պես։ Ուրեմն Աստծո գործը այսպես է, որպեսզի արդարությամբ հաստատվի, Աստված գործում է սուրբ եւ արդար ճանապարհներով, քանի որ մեկ մարդու միջոցով մեղքը մտավ մարդկային սերունդի մեջ եւ բոլոր աղետալի հետևանքներն էլ այդ մեղքի հետևանքներն են։ Ողբերգությունից ենք խոսում, աշխարհի ամենամեծ, պատմության ամենամեծ ողբերգությունը տեղի ունեցավ Էդեմական պարտեզում, սիրելիներ։ Երբ որ մարդը անհնազանդ գտնվեց Աստծուն եւ աղետը արդյունքը մենք այսօր քաղում ենք։ Բայց Քրիստոսի մեջ ապաստարան կա, փրկություն կա, ելք կա, որովհետև Քրիստոսի մեջ միայն կարող ենք արդարանալ Աստծո արդարացի պատժից։ Աստված արդար դատավոր է, Աստված արդարամիտ եւ ուղղամիտ է։ Մեղավորը միջև չափաշխարի պատիժը անեց իր վրա է, սիրելիներ։ Բայց Քրիստոսի մեջ մենք պաշտպանված ենք, որովհետև Քրիստոսը ամբողջ պատիժը հարվածներ ինք իր վրա վերցրեց, որպեսզի մենք նրա մեջ փրկություն գտնենք։ Այս օրինակը կարծեմ վերել եմ։ Պատկերացրեք Նոյան տապանը, առաջին աշխարհը, որ դատապարտվեց ջրեղեղով, եւ բոլորը մեռան, կործանվեցին, կենթանական աշխարհը, մարդկությունը, բուսականությունը, ամեն բան ջրեղեղով դատապարտվեց, պատմությունը գիտեք։ Բայց ովքեր որ տապանի մեջ են, փրկվեցին, այդպես չի։ Քանի հոգի փրկվեցին, 8 հոգիներ փրկվեցին, որովհետև նրանք հավատքով մտան տապանի մեջ։ Գրված է, հավատքով Նոյը փրկվեց, գրված է Եբրայեցիներին 11-րդ գլխում։ Եվ շնորհք տավ Աստծո առաջ։ Նայեցեք, ամբողջ ալիքները, հարվածները, պատուհասները ջրեղեղի այդ մեկ տարվա մեջ, այդ օրերի մեջ տապանը իր վրա վերցրեց։ Ալիքների ուժգին հարվածները իր վրա վերցրեց։ Կպնում էր լեռներին, սարերին, ծառերին, չգիտեմ, ինքը իր վրա վերցրեց, բայց իր մեջ եղողները ապահով էին։ Այնպես էլ Քրիստոսը ամբողջ պատիժը, հարվածները իր վրա վերցրեց, եւ նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Մենք նրա մեջ պաշտպանված ենք, մենք նրա մեջ ապահով ենք, միայն նրա մեջ, ուրիշ տապան չկար, ուրիշ միջոց չկար, ուրիշ փրկիչ չկա, միայն Հիսուս Քրիստոսը, նրա մեջ միայն ունենք փրկություն։ Եվ առաջին բարի լուրը այդ մասին, մեսիական ծրագրի վերաբերյալ հայտարարությունը մենք տեսնում ենք Ծննդոց գրքում, Աստված ինքը հայտարարեց մարգարեական խոսքով, որ կոչվում է պրոտոէվանգելիո, այսինքն առաջին մարգարեական բարի լուրը, Ծննդոց 3:15, որ ասաց, օծին ասաց, դու նրա գարշապարը պիտի խայթես,
չէ, եւ կնոջից ծնվածը քո գլուխը պիտի ջախջախի, եւ այդպես էլ եղավ։ Սա է Աստվածահայտնության կամ Աստվածպաշտության խորհուրդը, կամ Աստված հայտնությունը, մարմնացման նպատակը, եւ մենք նրան հուսացողներս ունենք արդարության այս գրավականը։ Եթե եկել ենք նրան, եթե անկեղծ հավատքով խոնարհվել ենք, հավատացել ենք նրա խոսքին, ուրեմն այս մեծ փրկիչը նաեւ քո փրկիչն է։ Նա գրված է ամբողջ աշխարհի փրկիչն է։ Ով որ հավատա, պիտի փրկվի։ Տեր Հիսուսը գրված է տոնի վերջին օրը կանգնած աղաղակում էր ասելով Հովանու ավետարան 7-րդ գլխում. Ով որ ծարավ է, թող գա խմի։ Եսային հարտարարում է այնտեղ 55-րդ գլխում. Ով ծարավացներ, ջրերին եկեք, եւ ով փող չունի, առանց ստակի եկեք, ասում է, խմեք, կերեք, ձրիաբար վերցրեք, որովհետեւ փրկությունը փողով չի, փրկությունը ձրի է, բայց եթե փողով լիներ, միայն հարուստները պիտի փրկվեին, աղքատները պիտի կործանվեին, բայց Տեր Հիսուսը ասաց երանի հոգով աղքատներին։ Երբ որ աղքատացած ենք աշխարհի համար, նյութականի համար, բայց Աստված տեսնում է քո դատարկությունը, որ դու պատրաստ անոթ ես, որպեսզի Աստծով հարստանաս, Աստծով լիանաս եւ առատանաս։ Աստված ուզում է, որպեսզի մեր կյանքերի մեջ գա մեզի նոր կյանք կա, կյանք եւ ել ավելի կյանք տա։ Այնպես որ սիրելիներ, Քրիստոսի մարմնացումը, մարդեղացումը մարդկության փրկության հարցի միակ լուծումն էր։ Ուրիշ ճանապարհ չկա։ Տեր Հիսուս ասաց. Ես եմ ճամփան, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը, ես եմ հարություն, այսինքն ամեն բան ինքն է, Քրիստոս է։ Եթե ճաշակեք նրան, նրա քաղցրությունը, նրա սերը, նրա շնորհքը, դուք սամարացի կնոջ նման այլևս չեք գնա աշխարհային մեթոդներ, միջոցներ փնտրելու, որպեսզի ձեր դատարկությունը լրացնեք, նորից խմեք։ Տեր Հիսուս ասաց, եթե խմես այս ջրից, նորից ես ծարավելու, բայց այն ջուրը, որ ես եմ տալիս, քո կյանքիդ մեջ աղբյուրներ կհոսի, գետեր կհոսի։ Եվ այդպես էլ եղավ, այդ կինը գնաց պատմեց իր քաղաքացիներին, որ Մեսիային եմ հանդիպել։ Այսօր մենք էլ երբ որ հանդիպել ենք Մեսիային եւ մենք պատմում ենք մարդկանց, այցելություններ ենք ունեցանք 3 Տիգրան եղբոր հետ, որպեսզի մարդկանց պատմենք բարի լուրը, փոխանցենք այս հիանալի փրկչի մասին, որ այսօր Տեր Հիսուսը փրկում է մեղավորին։